Պահանջը էտա, որ գրավոր որոշում տան, իրավական հիմք ունենա մեր այս ամեն ինչը։ Երկու բառ ես ասեմ, եթե կանխենք, պարոն Ավինյանը նախընտրական խոստում ա տվել Վարդաշենի բնակիչներին 2023 թվականին, որ 1.5 տարվա ընթացքում իրենց տեղափոխելու են այդ շենքերից։ 1.5 տարին տվյալ տարվա փետրվարին լրացել է, հիմա այս մարդիկ իրենց տրված խոստման հետևից են գնում, հիմա նոր իրենց ներկայացնում են ինչ-որ բարդություններ խնդրի հետ, որ հնարավոր չի դա անել, հիմա հնարավոր չի, 2 տարի հետո է հնարավոր եւ այլն։ Այսինքն մարդիկ խոստում են տվել, ասել են ասեք կանենք, մարդիկ ասել են ձայն են տվել ՔՊ-ին, այսօր այս մարդիկ այդ խոստումը չեն կարող, խոստմանը տեր ոչ մեկ չի կանգնում։ Քաղաքապետարանից իրանց ուղարկում են կառավարությունից քաղաքապետարան, որտեղ այդ հանրակացանի շենքերը մեկը համայնքապատկան է, իսկ մեկը պետական գույքի, այսինքն կառավարության լուծման հարց է։ Սա է խնդիրը ամբողջ։ Որպես ավականության անդամ, հա, դուք տեղյակ եք բյուջեում այդքան գումար կա կամ որտեղից կարելի է 1000 անգամ ավել գումար կա, հարցը այն է, որ այդ բյուջեն պետքա ճիշտ բաշխվի, այլ տեղերի ծախսերից պետքա հատկացվի, ոչ մեկ չի ասում, որ միանգամից պետքա լուծվի, բայց գոնե ամեն երամսյակի բյուջեի մեջ կարող է նախատեսեն գոնե 5 բնակարանի բնակչի հարց լուծվի, գումարներ կան, այո, իհարկե կան։ Մոտը զվերքում է։ Տալմա։ Ունեմ մոտը զվերքում։ Հա, տալմա։